Հիմա անդրադառնալով այն հարցին, թե ինչ եմ ասում, որ օրինակ եկեղեցին ստանձնելա Կտրիչ Ներսիսյանը եւ իր խումբը ստանձնելա պատերազմի կուսակցության առաջնորդությունը շատ պարզ բացատրություն ունի։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացանք։ Եկեք բոլորը սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետք է գնանք կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, այսօր, վաղը, մյուս օրը, մյուս օրը ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ։ Եվ ընդ որում ես ուզում եմ ընդգծել այն ժամանակ, որովհետև գիտեմ, հեսա կասեք, բա ինչի եք ասել դուք Արցախ Հայաստանը եւ վերջ։ Աստվածաշնչում մի հատ sense հատված էլ կա, երբ ասում է ողջ ապարեցինք եւ դուք լաց չեղաք, մոտավորապես կներեք ճշգրտությունը չեմ երաշխավորում, նվակ հնչեցրինք եւ դուք պար չեկաք։ Այն ժամանակ, երբ որ պայքարելու ժամանակներ, ինչ-որ բոլորը բան էին, կենտրոնացած էին բանում, ոնց Երևանում կառավարությունը փոխեն։ Ուզում էին զորքը հետ քաշեին, որ գային Երևանում հեղաշրջում անեն։ Ավարտվել այդ պատումը, ես ասել եմ Ղարաբաղյան շարժում չկա։ Եվ ամեն անգամ, երբ որ խորանից ասենք հղում են անում, երբ որ ամեն ամբյորնից ասում են Արցախի հանրապետություն, այդ պատերազմի բան է, պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Ամեն անգամ մենք տենց ասում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում։